Էլի կարող եմ խորանալ այդ առումով, մենք ունենք հորմոններ, այդ հորմոններով պայմանավորված է նաև այդ արտադրվում, մենք արդեն ունենք այն հորմոնը, որը որ կա արտադրվում եւ գղյության ընթացքում մենք զգում ենք, ինչ որ տարբերություն կրծքերի մեջ, այդ ժամանակ արդեն սկսում է կաթ արտադրվել մոտավորապես այնպես մեջտեղից 20-23 շաբաթականից, մոտավորապես մենք արդեն ի վիճակի ենք կաթ ունենալ, երբ որ երեխա ենք ունենում, այսինքն եթե երեխան նույնիսկ շատ շուտ ծնվի, մենք կարող ենք այդ կաթը ունենալ, հա։ Երբ որ երեխան ծնվում է, այդ ամենասկզում այն մյուս հորմոնն էլ է լինում, որը որ հոսք է ապահովում, որտեղ այդ սկզում ունենք, բայց դեռևս չի հոսում, կարիք չկա այդ հոսքի։ Հենց ծնվելուց հետո պլացենտան երբ որ դուրս է գալիս, ընկերքը երբ որ դուրս է գալիս, ասես միանգամից մեզ մոտ այդ հորմոնները ասես փոխվում են, բան են ելնում ու այդ հոսքը արդեն հնարավոր է ապահովի, բայց սկզբում դեռևս այդ առաջի 1-2 շաբաթվա ընթացքում մենք հորմոններով ավելի շատ ենք արտադրում այդ կաթը այն իմաստով, որ դեռևս բալիկը սովորում է ուտել, ինքը դեռևս այնքան արդյունավետ չի ուտում։ Դրանից հետո արդեն վերջ, արդեն ասենց գրավ կա մի հատ, որ ասենց բարձր է լինում, հետո ասենց իջնում է, արդեն ներքևը կա ինքը, բայց այդքան մեծ չի արդեն, դրանից կախված չի արդեն մեր բանը, կախված է պահանջարկ առաջարկ բանից, այսինքն